Սիրիական բանակը հայտարարել է, որ Հալեպի քրդական թաղամասերում բոլոր ռազմական գործողություններն ավարտվել են և բնակիչները կարող են անվտանգ վերադառնալ իրենց տներ։ Կյանքը Հալեպում սկսել է վերադառնալ բնականոն ընթացքին։ Հունվարի 11-ին Սիրիայի դեմոկրատական ուժերի զինյալները դուրս են եկել Հալեպից։ Ըստ քրդական ուժերի ղեկավարի հրադադարի և զինյալների ու քաղաքացիական անձանց ապահով տեղափոխման որոշումը կայացվել է միջազգային միջնորդության շնորհիվ։ Զինյալները և քուրդ խաղաղ բնակիչները տեղափոխվել են Սիրիայի հյուսիս-արևելք, որի մեծ մասը գտնվում է քրդերի վերահսկողության տակ։ Հալեպում վերջին օրերին տեղի ունեցած բախումների հետևանքով 24 մարդ է զոհվել, գրեթե 130-ը վիրավորվել, շուրջ 150,000 մարդ տեղահանվել էր։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության մասին։ Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ կղզու շուրջ չինական և ռուսական նավեր են։ Թրամփը հայտարարել է, որ խոսքը Գրենլանդիայի կարճաժամկետ վարձակալության մասին չէ, այլ դանիական տարածքը ձեռք բերելու։ Եթե մենք դա չանենք, ապա Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն, իսկ ես նման բան թույլ չեմ տա, ասել է Թրամփը հավելելով. եթե դա ազդի ՆԱՏՕ-ի վրա, ուրեմն թող ազդի։ Ի պատասխան Թրամփի հայտարարության Չինաստանի արտգործնախարարության խոսնակը Միացյալ Նահանգներին կոչ է արել այլ երկրները որպես պատրվակ չօգտագործել սեփական շահերն առաջ մղելու համար։ Պաշտոնյան հայտնել է, որ Արկտիկայում Չինաստանի գործողությունները համապատասխանում են միջազգային օրենքներին և դրանց նպատակն է տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման խթանումը։ Իր հերթին Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է. ԱՄՆ նախագահի մտահոգությունները կապված Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում անվտանգության հարցերի և ռուսական ու չինական նավերի ներկայացրած սպառնալիքի հետ պետք է քննարկվեն միայն ՆԱՏՕ-ի շրջանակում։ Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Գերմանիայի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակի և ռազմավարական գործընկերության 25-ամյակի առթիվ ժամանել է Ահմադաբադ։ Երկօրյա այցի ընթացքում Մերցը գործարարների պատվիրակության հետ կմեկնի նաև Բանգալոր։ Այցի նպատակն է տնտեսության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը։ Ֆրիդրիխ Մերցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ այցելել է Մահաթմա Գանդիի նախկին կեցավայր։ Այնուհետև երկու ղեկավարները բացել են օդապարուկների ամենամյա միջազգային փառատոնը։ Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում Մոդին ընդգծել է, որ առևտրի և ներդրումների ոլորտներում հարաբերությունները նոր խթան են հաղորդել ռազմավարական գործընկերությանը։ Նրա խոսքով Հնդկաստանի և Գերմանիայի միջև երկկողմ առևտուրը գերազանցել է $50 միլիարդ։ Մերցն էլ իր հերթին նշել է, որ Գերմանիան ցանկանում է անվտանգության ոլորտում ավելի սերտորեն համագործակցել Հնդկաստանի հետ, որպեսզի Նյու Դելիի կախվածությունը Ռուսաստանից նվազի։ Գերմանիայի կանցլերը հնարավոր է համարել հունվարի վերջին Եվրամիության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքումը։ Երկու ղեկավարների ներկայությամբ մի շարք փաստաթղթեր են ստորագրվել տարբեր ոլորտներում գործակցության վերաբերյալ։ Մերցի այցից երկու շաբաթ անց Նյու Դելիում տեղի կունենա Եվրամիություն-Հնդկաստան գագաթնաժողովը։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի համար կմշակի 500 կիլոմետր հեռահարությամբ նոր բալիստիկ հրթիռ, որը կարող է կրել 200 կիլոգրամ զանգվածով մարտագլխիկ։ Նպատակն է բարձրացնել Ուկրաինայի ռազմական հզորությունը և օգնել նրան պաշտպանվել Ռուսաստանից։ Nightfall հրթիռները կարող են հարվածել Ռուսաստանի հիմնական ռազմական թիրախներին, նախքան ռուսական ուժերը կկարողանան արձագանքել։ Մեկ հրթիռը կարժենա շուրջ 900,000 եվրո։ Լոնդոնը նախատեսում է արտադրել 10 նման համակարգ։ Միևնույն ժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 150 անօդաչու թռչող սարք։ Օդեսայի և Դնեպրոպետրովսկի մարզերում կան վիրավորներ։ Կիևում շենք է վնասվել, բռնկվել է հրդեհ։ Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 13 ԱԹՍ խոցելու մասին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։